Հիմալ եք ժողովուրդ։ Սառնաղբյուրում։ Բարև ձեզ սիրելի ազատանցիներ ջան։ Ազատանում։ Ոնց եք։ Լավ եք։ Ախուրյանցիներ ջան, բարև ձեզ։ Ախուրյանում։ Բարև ձեզ սիրելի գյումրեցիներ ջան։ Ու մուշ թաղամասում է եղել Ուժեղ Հայաստանի թիմը։ Կտորի արտադրությունից մինչև կարի ֆաբրիկաներ։ Նարեկ Կարապետյանը խոստացել է տեքստիլ գործարաններ ստեղծել ու աշխատատեղեր բացել գյումրեցիների համար, որ այսուհետ ոչ ոք խոպան չգնա։ Ամբողջ ցիկլը տեքստիլի Հայաստանում կարա կենտրոնանա այս քաղաքի վրա։ Էդ ենք անելու երկրորդ բանը Գյումրիի համար, որը որ շատ կարևոր է։ Հայաստանը ռազմարդյունաբերության առումով պետք է ունենա մի կենտրոն, որը հեռու կլինի Ադրբեջանի հետ սահմանից։ Այդ քաղաքը պետք է ունենա այռապորտ։ Այդ քաղաքը պետք է ունենա երկաթ գիծ։ Որ քաղաքն է դա։ Իդմալ խոսամ թե Իդմալ խոսամ։ Սառնաղբյուրցիների հետ Ուժեղ Հայաստանի ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը խոսել է իրենց բարբառով։ Սառնաղբյուրի մասին շատ իմ լսի, աշխատող, շատ են Հայաստանից դուրս հարուստ մարդին դարի, ունևոր մարդին դարի։ Հայաստանով չի հարուստցի։ Խոպանին գացի, աշխատանքով հարստեր են։ Բայց իդեպային մենք ունենք քանին խնդիր։ Արջի խնդիրն որ մեր գեղել դարդգի։ Որովհետև կերտան ժողովուրդ, որտեղ զբաղմունք չկա, ուտայղերը կարի ֆաբրիկա, ուտայղերին կարի անկեր, հմկական։ Իշխանությունը Երևան նստուկ բյուջե կբաժնի, ասում է Նարեկ Կարապետյանը, հարցնելով սառնաղբյուրցիներին, ինչ է արել Փաշինյանի թիմը այս համայնքում վերջին 8 տարին։ Վերջի 8 տարին է ժողովուրդ, կսին 35 տարի 8 տարին է վերեն եկավ։ 8 տարվա մեջ ոչ մի գործարան Սառնաղբյուր չէ, Գյումրի քաղաք, Վանաձոր քաղաք, ոչ մի քաղաք գործարան չսարքվի, որովհետև երկիրն այդմա պետք է զարգանա, գործարանով պետք է զարգանա, աշխատատեղով, որ խոպան չերտան, խոպան լավը, քաղցրը դեմից, հետո երեխեք ուռուս դառնան, հողոր ճիշտը կսին։ Որ ոչ թե դրսերում, այլ մեր երկրում հարստանան Հայաստանի քաղաքացիները։ Ուժեղ Հայաստանը ամեն ինչ անելու է, խոստանում է Կարապետյանը, ասում է ազատանում զարգացնելու են տնտեսությունը։ Ամենավատ տնտեսական վիճակը գյուղերում է։ Այս պայքարը նրա համար է, որ գյուղերը չվերանան։ 980 գյուղից 220 առանց դպրոց է մնալու։ Առանց դպրոց գյուղը գյուղ չի, բնակատեղի է արդեն։ Եկեղեցին է ու դպրոցն է։ Ախուրյանում, որը Հայաստանի ամենամեծ համայնքներից է, ժամանակին շաքարի գործարան է եղել, արդյունաբերական տուֆի և քարերի արտադրամաս, իսկ այսօր այստեղ միայն կաթնամթերք են վերամշակում, նկատում է Նարեկ Կարապետյանը։ Աղքատության մեջ խրված Շիրակի մարզի ամենաբազմամարդ գյուղական համայնքների միավորումը Ախուրյան խոշորացված համայնքը ունի զարգացման ծրագիր։ Իրենք ունեն զարգացման ծրագիր, քանի որ Ախուրյանում մեծ է աղքատությունը, համայնքը լինելու է Ուժեղ Հայաստանի ուշադրության կենտրոնում։ Կոնկրետ աշխատանք պետքա տանենք, առանց լիրիկայի, առանց ես ձեզ սիրում եմ, սենց նշան անեմ, դուք ստեղնես տղամարդիկ են ապրում, որ հաստատ այդ նշանները իրանց դուր չի գալի, որ մեկը անում։ Հենց սա նկատի ունեն, երբ ասում են Ուժեղ Հայաստան։